Այս ամենը հաշվի առնելով հոսանքը այս իրավիճակում ընտրություններին մասնակցելը սխալ է համարում, քանի որ ինչպես արդեն ասվեց, ամբողջ գործընթացը սկզբից մինչև վերջ վերահսկվում է օտարուժերի կողմից։ Բացի դրանից մենք չենք ուզում թափթախվել այս աղտոտված ճահիճի մեջ եւ մեր հեղինակությունը վարկաբեկել ու բիծ դնել մեր անվան վրա, հանուն մի քանի աթոռներ զբաղեցնելու կամ մի քիչ ավելի հայտնի դառնալու։ Սակայն երբ գա մեզ ճգնաժամը եւ ինքնակործաման գնա այս նեոբոլշևիկական ամբողջ դավաճանական համակարգը, մեր հայրենակիցները կտենչան կամքով հզոր ու մաքուր ուժի կարգ ու կանոն հաստատելու համար։ Այդ ծայրահեղ պայմաններում մենք նոր կմտածենք ընտրություններին մասնակցելու մասին, քանի որ մենք իշխանության հասնելու համար պատրաստ ենք օգտագործել բոլոր օրինական միջոցները։ Սակայն լինում են մարդիկ, ովքեր ինձ ասում են, որ մեր ոճը եւ գաղափարները տարբերվում են, ինչը լավ է, բայց նաև լուրջը չեն։ Սակայն ես այդ մարդկանց միշտ հարցրել եմ, թե իրենց պատկերացմամբ որն է լուրջը կամ լուրջ լինելը ինչ է նշանակում։ Երևի նկատի ունեն, որ մեր ոճը, գաղափարներն ու մոտեցումը շատ ռոմանտիկ, անիրատեսական կամ ծայրահեղական են, քանի որ ես հաճախ խոսում եմ վճռական պայքարի միջով անցնելու, ոսոխին ջախջախելու, հաղթանակը նորից մերը դարձնելու, փառահեղ ապագա կերտելու եւ նման այլ բաների մասին, եւ հաճախ քարոզում եմ այդ գաղափարները։ Ամեն դեպքում ոչ մեկը չի կարողանում պատասխանել իմ հարցին, թե լուրջը կամ իրատեսականը որն է կամ ովքեր են։ Լուրջը ու իրատեսականը նա է, ով հավատում է այս խաղաղության կեղծ օրակարգին եւ այն մտքին, թե մենք խաղաղություն մուրալով եւ պարտվական հայացքներ ունենալով կարող ենք բարգավաճ ու անվտանգ երկիր կառուցել։ Թե նա է լուրջ ու իրատեսական, ով կեղծ խոստումներ է տալիս, հաճախ ստում է ու ամեն տարի զիջումների գնալով պատեհապաշտորեն կուսակցություններ փոխում եւ դավաճանում իր սկզբունքներին հանուն պաշտոնի։ Այսպիսի լուրջ ու իրատես մարդիկ են մեր հայրենիքին պետք։ Սրանք են, ովքեր կարող են ազգային հեղափոխություն անել եւ ազգային պետություն կերտել։ Մենք տեսանք, թե սրանց նման խեղճ կատակների լրջությունը եւ իրատեսությունը այդ վերջի 35 տարում մեզ ինչ նսեմացված ու խայտարակ վիճակի են հասցրել։